Տերնոյան տապանի մամուլի սրահի հյուրն է, Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգսյանը։ Պարոն Սարգսյանը այստեղ է, որպեսզի մեզ ներկայացնի Սևերի խաղաղության պայմանագրի վավերացման հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը եւ այն գործընթացը, որը կատարվում է եւ ընթացքի մեջ է։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն։ Ամեն ինչ առաջ ես ցավակցության խոսք պիտի Թուրքիո Կոստանդնուպոլսի օդանավակայանի բայթուններու զոհերու ծնողներուն անոնք քաղաքացիներ էին, որ զոհ դարձան թերորի, մենք կցավենք յուրաքանչյուր նման դեպքի վերաբերյալ մենք մեր խորին ցավակցությունը կհայտնենք, անդրադառնալով, որ այսինչ տեղի կունենա Թուրքիո մեջ 2016-ի ընթացքին, այս վերջին 6 ամիսներուն, այսինքն ընթացքին 41 նման գործողություն տեղի ունեցած է։ Սա ուղիղ արդյունքն է Թուրքիո համագարքի ընդհանրապես վարած քաղաքականություններուն։ Այս ինչ որ այսօր կա, որը գոչում ենք Թուրքիա, սրա հունդերը տրվեցան 800 տարի առաջ։ Այս մարդիկ սպաղված են միայն սպանությունով, գործանումով, թալանով, արյունարբու վերաբերմունքով դարի այսպես են ապրել ու վերջին 100 տարին այդ իրենց այդ կարողությունները տեսնելով կորձիկ են դարձած արտաքին ուժերու ցերքը անցկացնելու նման քաղաքականություն մինչև այսօր։ Ուրեմն այդ գործունեությունը արաբները խոսում կգսեն, ով որ թույն գեփե, այդ թույնը պիտի համդես է անպայման։ Ուրեմն Թուրքիա այսօր այդ թույնն է գուլ տալիս։ Այդ նույն թույնն են արաբին գվճարը թուրք ժողովուրդը կամ Թուրքիո քաղաքացին։ Թուրքիո մեջ ապրող քաղաքացիները։ Թուրքիո մեջ բոլորը արյունարբու, գործանարար, չգիտեմ ինչ ատեսակ մարդիկ չեն։ Այսօր Թուրքիո մեջ կաբրի մի մեծ զանգված, որ գծկտի փառքավաճման, զարգացման, արտիականացման, նորմալ երկիր դառնալու գծկտի։ Եվ եթե դրվի Թուրքիո այդ հնարավոր ոչ արհեստական պետություն, հնարավոր պետությունը, որ իր քաղաքացիները, իր մեջ ապրող մարդիկ կատարեն իրենց երազները ցերկ բերեն, իրենք կարող են դառնալ ընդիր մի երկիր, որ նույնիսկ պետք է չունենան Եվրոպական խորհուրդ մտնեն կամ չմտնեն, իրենց աշխարհագրական դիրքով, իրենց հնարավորություններով, իրենց ժողովրդի կամ բնակիչներու ցկտումներու արդյունքով իրենք կրնան լավ դիրքեր կրավել։ Հիմա խաղաղությունը այսօր դարձավ անհրաժեշտություն տարածաշրջանի համար եւ աշխարհի համար։ Խաղաղությունը պետք է դիրե, թե ոչ ոք չգիտե թե ուր են գնում։ Կարող են որոշ ուժեր ստեղծել քաոսներ, բայց այդ քաոսներու վերջը ինչ պիտի լինի իրենք իսկ չեն կարող դիրաբեդել այդ վերջագետը չեն կարող ցնել, գրնան սկսիլ, բայց չեն կարող վերջացնել։ Ոչ ոք չգիտեր, չգրնար քուշագել թե ինչպես պիտի վերջանա։ Այսօր մարդկության հարց կա, մարդկությունը հարց ունի այսօր։ Մարդկությունը պետք է խաղաղություն վայել է, էլ չի կարող այս ձևով շարունակել։ Խաղաղության համար բնիկ ժողովուրդներու իրավունքները զավթել, պատերազմներ ստեղծել, քաոսներ ստեղծել, արհեստական իրավիճակներ ստեղծել, պետություններ ստեղծել, այդ ձևով դեղի չունենար։ Բնիկ ժողովուրդներու հաշիվը պետք է որ շատ զգուշ եւ լրջորեն առնեն, ովքեր այսօր կատարում են հիմնական թեր համաշխարհային քաղաքական համագարկը մշակելու։
Բնիկ ժողովուրդներու հարցը շատ կարևոր հարց է։ Բնիկ ժողովուրդները չի կարելի վերացվին, չի կարելի լրության մղվին։ Այս ժողովուրդները կան ու պիտի մնան ընդհանրակը մարդկությունը իրենց պետք ունի։ Պետք ունի իբր խորհրդատուներ, պետք ունի իբր փորձառու ժողովուրդներ, պետք ունի իբր հազարավոր տարիներու գիտելիքներ կուտակած ժողովուրդներ։ Ուրեմն հենց այստեղից բռնանք մտնել Սևրի Թաշնակրի վավերացման հարցին։ Սևրի Թաշնակիրը ինքնին այդպես էլ գոչվում։ Եթե Սևրի Թաշնակիրը իրականացվեր, ադենին խաղաղություն պիտի տիրեր։ Չվավերացնելը, իրականության կյանքի չգոչելը կամ խոչընդոտելը արդյունքներն հիմնականներն մեկն է, պատճառներու հիմնական պատճառները մեկն է մեր այսօրվա ապրած այս պատերազմի անգայուն իրավիճակին, որ ոչ միայն միջին արևելքը գդիր է, այլ միջին արևելքի հետևանքով աստեցության բոլոր աշխարհը։ Այսօր այնպիսի միջավայր է աշխարհը, որ ամեն մի դեպք մյուսին հետ կապ ունի։ Ուրեմն մենք վերցուցինք այդ պատասխանատվությունը վավերացնելու Սևրի Թաշնակիրը։ Սևրի Թաշնակիրը վավերացնելը գոչ է, խաղաղության գոչ է, աշխարհի եւ բնիկ ժողովուրդներու ինպաստ, խաղաղության գոչ է։ Այսօր ես կրնամ հստակ հայտարարել, որ փանթուրքիզմ, փանթուրանիզմ գոչված ծրագրերը վերջագետի հասան։ Այլ եւս գոյություն չունի փանթուրքիզմ, փանթուրանիզմ, փանիսլամ, ցանկացած այդ բաները, այդ արհեստական ծրագրերը փորձեցին, չի կարողացան հաջողցնել։ Վերջ, հիմա մեր առջև կա Սևրի Թաշնակիրը, խաղաղության Թաշնակիրը։ Սևրի Թաշնակիրը պիտի ապահովի խաղաղություն ոչ միայն հայերուն համար, ոչ միայն բնիկ ժողովուրդներու համար, ոչ միայն տարածաշրջանի համար, Սուրիո պատերազմը եւ այլ ուրիշ կոնֆլիկտներ, այլ խաղաղություն պիտի բերե Եվրոպային, Ռուսաստանին, Չինաստանին, Արևմուտքին, Ամերիկային, բոլորին, եւ մենք կրնանք բացատրել ինչպես։ Այսօր արդենք ասորիները, արդենք եզդիները, ինչ հնարավորություն ունեն։ Կանտրատարնամ քուրդերունալ։ Ուրիշ հնարավորություն չունին բացի Արևմտյան Հայաստանի կառուցմամբ, տարածքում իրենք ընդեղ ոչ մի զինքերնին փաստելու ալ պետք չեն ունենալ։ Այնտեղ իրենք կարող են ապրել իրենց ինքնությունը լիորեն։ Դուք այնտեղ ապահովում եք Իհարկե։ Մենք այսօր երբ որ դանում ենք այս պայքարը, հա չեմ ասում մենք ինչ որ բացառիկ մի բան ժողովուրդ ենք, բայց ինքնաբերաբար երբ մենք իրականացնենք այդ արդարությունը, ինքնաբերաբար բնիկ ժողովուրդները, որ ապրում են տարածաշրջանի մեջ, պիտի ստանան իրենց իրավունքները։ Մենք երբ խոսենք մեր իրավունքներու մասին, մենք չենք կրնար շղթել նման ուրիշ ժողովուրդներու իրավունքները։ Եզդիները այլ չեն ունենար վախ, որ վաղը ինչ որ մի խմբակ պիտի մտնե իրենց տարածաշրջանները մեկը, ապրած տարածաշրջանները մեկը, ու իրենց գիները բռնապար է կամ տղամարդիկը մորթ է, գլխատ է։ Չպետք է լինի նման դեպքեր։ Մենք ապահովելու ենք այդ բոլոր անվտանգության պայմանները։ Պարոն Սարգսյան, մենք ասելով Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը հստակորեն, Արևմտյան Հայաստանը, որու հանդեպ կատարվեցավ զույգ ոջիրներ, որոնք բնութագրվեցան իբր ոջիր մարդկության հանդեպ, իբր բնիկ ժողովուրդներու իրավունքները բղծել, իբր ցեղասպանություն եւ պատերազմի ոջիր։ Այս բոլորը բնութագրված են միջազգային բոլոր օրենքներու մեջ, բոլոր նորմերու մեջ։ Ոջիր դեղի ունեցավ Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանի ժողովրդի հազարավոր տարիներու սեփականությունն է։
Եվ մենք վերականգնում ենք Արևմտյան Հայաստանը։ Այսօր թող իմանան հայկական շրջանակները եւ օտար շրջանակները, որ մեր ժողովուրդը վերադառնալու է իր երկիրը, իր բաբենական երկիրը, իր պատմական Հայաստանը, Արևմտյան Հայաստանը, որը պիտի հանդիսանա լուծում բոլոր տարածաշրջանի եւ աշխարհի խնդիրներում։ Քուրդերու մասին խոսենք։ Քուրդերը մեր հարևաններն են։ Իրենց բաբերը հանցանք են գործել հայության հանդեպ։ Մենք այսօր իրենց ներողության չսեմ գարիքը չունենք։ Այն չէ ճանապարհը։ Իրենք լավ իմանում են, որ ինչ որ իրենք մի հանցանք են գործել հայության հանդեպ։ Լավ, ուզում եք այդ հանցանքը ընդունել, ուզում եք սրբակրել, ճիշտ ուղին ընտրեք։ Թուրքիո ուղին մի ընտրեք։ Մի փորձեք ինչ որ դիկրանագերդի մեջ ցեզ համար բապմություն սարքեք, մի փորձեք ինչ որ կոմպանի գոչվածը, որ ինքը կոմպանի է, այն էլ արաբեփուն անունը, սիրիական անունը, արաբական անունը, մի փորձեք ձեր ինքզինքին բապմություններ, շինձու բապմություններ գերդել, կամ մուսուլի մեջ, կամ քարքուկի մեջ, կամ չգիտեմ ուր, ռոջավա մեմը գանչեք մեմը, չգիտեմ, ձեր Փնորանը դուք գազմավորված եք 10-րդ, 11-րդ դարու սկիզբը Բարսկաստանի հյուսիսը, 16-րդ դարու 30-ական թվականներում դուք փախած եք այդտեղեն եկած եք Սիրիո, Իրաքի հյուսիսը, Հայաստանի հարավը, եկել եք, ապրել եք, 1000 բարի եք եկել, այդտեղ դուք ապրեք, ցեզ ոչ ոք նեղություն չդար, մասնակցեցաք թուրքերու հետ հայերը չարթելու, գարձելով, որ ինչ որ դուք ցերկ կբերեք մի նորեն արհեստական պետություն, անհետեցություն է։ Իսկ չկա մտավախություն, որ այդ գործընթացը կարող է նորից վերսկսվել։ Ենթադրենք դուք իրենց տալիս եք Ինձ գտվի, որ ապրելու, խաղաղ ապրելու եւ Ինձ գտվի, որ իրենք անգամ եւս նույն սխալը չեն գադարեր, այսօր իրենց համար հստակ է, որ Արևմտյան Հայաստանը իրենց միակ երաշխիքն է, մեր Սևրի Տաշնակրի վավերացումը գվավերացնե իրենց իրավունքները եւս գամրաբնթե լիքը հնարավորություններ կտա ոչ միայն քուրդերուն, նույնիսկ Արցախին, հիմա մենք չենք ասում, որ մենք ենք կորձ առաջ տանելու Արցախի արևելյան սահմանները հաստատելու հարցով, բայց մենք հնարավորություն տվինք Սևրի Տաշնակիրը ստորագրելով, հնարավորություն տվինք Արցախի ժողովրդին, որ ինքը օրենքի թաշտի մեջ ինքը հաստատե իր սահմանները, արևելյան սահմանները։ Ուրեմն, այս ձևով մենք կներկայացնենք Սևրի Տաշնակրի վավերացումը մեր կողմեն խաղաղության նամակ է, խաղաղության գոչ է տարածաշրջանի եւ աշխարհի եւ ամբողջ աշխարհի եւ առավել կարեւորագույն մեզ համար մեր դարակիր հայ ժողովրդին, որը 100 տարի հույսեր գաբեց այլ եւ այլ գառույցներու վրա, ըլլա հայկական, ըլլա օտար եւ դուրս եկավ, որ մեզ դվի մի հատ շքեղ 100-ամյակ, հա? Մենք մեր դարակիր հայ ժողովրդին հույս ենք տալիս այսօր եւ գոչ ենք անում միանալ մեզ ասելով մեզ չէ, եղբայր, գործընթացին։ Մենք վերականգնելու ենք Արևմտյան Հայաստանը, ովքեր դեռ են նստում այդ երկրին, թող ոտքի կանգնեն ու երթան այդ աշխատանքին լծվին։ Ըլլա մեզ միանալով, ըլլա տարբեր ուղիներով։ Մենք արդեն ունենք քաղաքացիներ, քրանցում ենք քաղաքացիներ։ Գրեթե 12 տարի է ևեր մենք քրանցում ենք քաղաքացիներ։ Եվ այդ քաղաքացիները բադահականություն չէ, որ վերջին այս մի քանի ամսվա ընթացքին թիմումները ահռելի գերբով բազմապատկված են։ Օրս օրը շատանում են թիմումները քաղաքացիությամբ։ Ճիշտ է։ Սարգսյան, այսպեսի մի հարց, գուցե լսողներին էլ ինչ որտեղ մի փոքր անորոշ է։ Դուք ունեք քաղաքացիներ, այ քաղաքացիները պետք է վերաբնակեցվեն Արևմտյան Հայաստանի տարածքում։ Այո։ Ինչպես եք այդ իրականացնում։ Ցանկության եղանակով։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ քաղաքացի եւ գնալ ապրել հետ այդտեղ։ Որ դարակրված է, փռնի գերբով դուրս եկած է իր բաբական երկրեն, ու արդեն այսօր ապրում է ինչ-որ սպյուրքի մի երկրում, ինքը հնարավորություն գիտունի։ Դա ծագումով Արևմտյան Հայաստանի ժողովուրդների մասին է խոսքը։ Ներողություն։ Երբ որ գսենք Արևմտյան Հայաստան, սա Հայաստան է, սա հայրենիք է,
ցանկացած հայ այնտեղ ապրելու հնարավորություն ունի, այստեղ չկա խտրություն, որ միան արևմտյան Հայաստանի հայերը կրնան այնտեղ ապրել։ Մենք նախ ունենք արևմտյան Հայաստանի հայեր, որ արդեն ապրում են արևմտյան Հայաստանի մեջ։ Լա հայու ինքնության դակ, լա մուսլիմանացած կամ այլագրոն եղած, մենք ունենք մեր հայերը։ Երկրորդ ունենք տարակրյալ հայերը, որ սփռված են աշխարհով մեկ 10 միլիոն, մենք գիտենք, որ այդպես բավական ավելի շատ է։ Եվ ունենք ողջ հայությունը։ Այն հայը, որ ոնց որ ես հայ եմ, եկել եմ, ապրում եմ այսօր մեր հայրենիքի մի մասում, Արևելյան Հայաստանում։ Նույն ցեվով յուրաքանչյուր հայ իրավունք ունի Հայաստանի հայրենիքի հայկական պետության երկրի ցանկացած հատվածում ապրի։ Ուրեմն նույն ցեվով բնիկ ժողովուրդները մեր հողերու վրա ունենք եզդիներ, ունենք ալևիներ, ունենք քյուրդեր, ունենք ասորիներ, ունենք շումերներ, քալդաններ, տարբեր տեսակի բնիկ ժողովուրդներ, որ սրանք դեր չունեն ասմարտիկ։ Ցանկացած ինչ որ մի ուժի համար, ցանկացած բادرազմի ընթացքին, եթե ուզեն գլխադել մի 100-ած սրանցից կամ նրանցից, գործածում են նրանց։ Մեմը գործածում են իբր քրիստոնյաներ, մեմը գործածում են իբր փոքրամասնություններ, մեմը գործածում են իբր չգիտեմ ինչ։ Դեղ իրենց դեղահանել, ցեղասպանել, տարբեր տեսակի անարդարություններու ենթարկված են։ Արևմտյան Հայաստանը լուծումն է այդ բոլոր խնդիրներով։ Հիմա Գուցե այստեղ մի փոքր խոսեք բնիկ ժողովուրդների կոնֆերանսների իհարկե հա այս ալսեն բնիկ ժողովուրդներու հարցով ինչ որ վերջերս շատերը սկսել են զբաղվել ոնց որ մի բիզնես դառնա ես կզգուշացնեմ այդ բնիկ ժողովուրդներու ներկայացուցիչներու մենք այսօր դանում ենք լուրջ աշխատանք մեր սևրի տաշնակրի վավերացմամբ մենք դեր ենք կանգնում այդ բոլորին Եվ առիթ ենք տալիս իրենց, որ իրենք բադվով, պատճագադով, առանց ոչ ոքի զիջելու եւ ոչ ոքի կորձիկ դառնալու, ոչ կոնֆերանսներու, ոչ էլ համաժողովներու, ոչ էլ ածախ Եվրոպաներու մեջ կամ Միջին Արևելքի մեջ դառնան կորձիկ, մենք առիթ ենք տալիս, որ իրենք բադվով իրենց ազգային հարցերը լուծեն Արևմտյան Հայաստանի ներքո։ Ուրեմն, հենց այս պատասխանատվության զգացումով մենք Գազմագերբելու ենք բնիկ ժողովուրդներու ընդհանուր կոնֆերանս այս աշնան այս տարին չավարտվա կոնֆերանսի հիմնական նպատակն է ստեղծել միասնական բնիկ ժողովուրդներու կոնգրես միասնական մի մարմին որը պիտի զբաղվի այս բոլոր ժողովուրդներու իրավունքները միասնական օրեն առաջ տանելու գործով։ Մենք պիտի լանք առաջնտարը, չի նշանակել մենք պիտի ղեկավարենք, մենք տալիս ենք առիթը, մենք ստեղծում ենք հնարավորությունը, հիմա գագնգալենք, որ այդ բնիկ ժողովուրդներու ներկայացուցիչները, ղեկավարները իմանան արձագանքեն եւ չխաբվին աճցախ բնիկ ժողովուրդներու չգիտեմ ինչ պաշտպան հոսանքներով Ես անցամբ իմ անունով նամակներ պիտի ուղարկեմ իրենց, որ իմանան ուրդեղից գալիս է իրենց, բուն իրենց հարց առաջ տանող հրավերը։ Պարոն Սարգսյան, իսկ Թուրքիան ինչ դիրքորոշում է այս Սևրի պայմանագրի վավերացման գործընթացի հետ կապված եւ դաշնակից պետությունները ինչ դիրքորոշում ունեն։ Թուրքիան ընդհանրապես այսօր կգտնվի ոչ նախանցելի վիճակի մեջ։ Այդ է բնական, այսինքն զարգացումը այդպես պիտի տաներ։ Ուզում եք նկատի։ Իհարկե։ Այսօր Թուրքիան մերգացած է թերոր պաշտպանելով եւ թերորի գլուխը դարձող ոչիրներու քույն դարբեր տեսակները որտեքրող եւ սադարող ու նույնիսկ մասնակցողը հնարավոր գտնեք դուք այսօր քաղաքագիրտ աշխարհը եկող հանգրվանին 6 ամիս հետո մի տարի հետո կարողությունը պիտի չունենան նման պետության հետ գործընկեր դառնալ այս երկրակունդը զարգացման պետք ունի խաղաղության պետք ունի այս հատվածը
չի համապատասխաներ խաղաղության եւ զարգացման գործընթացի հետ։ Ուրեմն ես շուտով կսպասեմ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գա։ Նույնիսկ ՆԱՏՕ-ն պիտի չի գրնա հանդուրժել Թուրքիոն նման անդամ ունենա իր շարքերում։ Անգլիացիք սինիզմով ասին, որ երևի 3000 թվականին Թուրքիա մտնե Եվրոպա, չէ՞։ Ինչու այդ սինիզմը կարող էին ասել բարձ լեզվով, չէ՞։ Այդ սինիզմի մեջ շատ մեծ բան կա, մանավանդ երբ որ Անգլիա է դուրս գա տեսակ հայտարարություն։ Թուրքիան քանդվելու է, բայց Թուրքիո մեջ ապրող ժողովուրդները պետք չէ քանդվին։ Մենք նրանց ալ դեր կուզենք կանգնել։ Ոչ թե հայրություն ունենք, բայց պաշտպանենք, որ իրենք ալ ունենան իրենց համապատասխան երգիր, իրենք կրնան այդ երգիրը պահպանել, որտեղ ոչ ոք իրենց չսեր էսի ծեր երգիրը չէ, այդ իրենց իրավունքը կդառնա, եւ այդտեղ իրենց ցանկացած զարգացման գործընթացը կրնան առաջ տանել եւ մենք առաջին գործընկերները կլանք այդ ժողովրդին։ Այսինքն որքանով հիմա ձեր ասածից կարելի արձանագրել, որ դուք տեսնում եք հեռանկարը Թուրքիայի փլուզումա եւ այդ տարածքում, քանի որ Թուրքիան որպես պետություն այլևս չի լինելու։ Բնական զարգացումների հետևանքով եւ Արևմտյան Հայաստանը արդեն ժամանակն է, որտեղ ժամանակի հարց է Արևմտյան Հայաստանը։ Հիմա գախյալ է այդ ժամանակը այսօր կորձող քերհզոր պետություններու մոտ, որքանով անգերձություն կա երկրակունդի վրա խաղաղություն տարածելու։ Հիմա, եթե այդ հասկացողության հասած են, համոզումին հասած են, ուրեմն Արևմտյան հասկանալի։ Պարոն Սարգսյան, կարող եք մի փոքր մեզ տեղյակ պահել հուլիսի 10-ից 20-ը Ստամբուլում տեղի ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի նիստը եւ Ստամբուլում որ հերթական են դրա, բայց ոնց ՅՈՒՆԵՍԿՕ-ն իդի բավերացնե անիի ինչ որ Թուրքիո մաս կազմող պատմական մի վայրի հատ։ Չեմ կարող պատկերացնել, չեմ ցանկանար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպիսի սխալի մեջ իջնե, սխալի մեջ զինքը տնե, բայց հարցը ցանկանալով չէ, ես այստեղից գոչ գնեմ մեր ողջ դարակիր հայության եղբայրներ, այդ ուր որ եք, ուր որ գաք, հուլիսի 20-ը մոտ է, դուրս եկեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակներու առջև կացեք, բարձ ասեք անին հայկական է, անին կպատկանի Արևմտյան Հայաստանին, կացեք խաղաղ, ոնց որ դուք միշտ եք, ոնց որ հայը միշտ է, խաղաղ է եւ խաղաղություն տարածող ժողովուրդ է, կացեք պաշտպանեցեք մեր անին, այս կոչը ես կուզեմ տարածվի, խաղաղ գերբով, ՅՈՒՆԵՍԿՕ-ին հիշեցուցեք, որ անին կրավված հայկական ունեցվածք է, ժառանգ է, եւ ոչ միայն անին, բայց այսօր քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անի հարցը պիտի քննարկե, հուլիսի 10-ին 20, ուրեմն մենք գբարդինք դեր կանգնել անին։ Իսկ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն վավերացնի, որ դա իրոք հայ։ Իրեն համար խայտարակություն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ին չի վայելեր, եւ ես չեմ կարծեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդքան մակերեսային չէ։ Այսինքն հույս ունենանք, որ կլինի։ Մենք նայեցեք բանը մագը շատ խորքով գառույց է։ Մենք աշխատում ենք մագի բնիկ ժողովուրդներու փորձագիտական հանձնաժողովի հետ արդեն 2006-ից ի վեր։ Այնտեղ չկա գոմնորոշումներ, չկա նախապաշարումներ, այդտեղ կա գիտական աշխատանք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ կառույցները մեկն է։ Մենք հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խոհեմ կլինի։ Առնվազն, որ կան այսպիսի զարգացումներ, այդ հարցը հիմա վերջնական խոսք թող չասեին։ Եվ պիտի ինձ կթվի չսեր, կարող է սխալված լամ ամոթը ինձի չէ, ամոթը ՅՈՒՆԵՍԿՕ-ին գլային։ Ուրիշ հարցումներ կան։ Դրագրողները հարցեր չունեն, ես այսպեսի մի վերջի հարց եմ ուզում տալ։ Այս վավերացման հետ կապված կան ինչ-որ ժամանակահատված, որ դուք նախատեսել եք։
Չէ, չկա։ Նայեցեք, Արձանագրությունները կազմել Սևրի, նայեցեք, մենք այստեղ ինչ որ հարց չենք վերջացրել, չենք ավարտացել։ Մենք սկսած ենք հարցը։ Սևրի դաշնակիրը շատ հստակ է։ Ովքեր կարծացած են Սևրի դաշնակիրը, դաշնակրի վերջավորության գա իրականացման մեխանիզմները, որը կենթադրե առաջին փուլին վավերացումներ ստորագրող 11 պետությունները Հայաստանը լալով այդ պետությունները մեկը պետք է վավերացնեն այդ դաշնակիրը, որովհետեւ դաշնակիրը դառնա օրակարգի եւ այդ օրակարգի դառնալու ակտ մշակվի, պետք է որ առնվազն Թուրքիո կառավարությունը եւ Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա այս 4 պետությունները 3-ը վավերացուցած են։ Մինչև հիմա չեն վավերացուցած։ Ուրեմն մեր ռածը քաղաքական գեցվածք է, ազգային գեցվածք է եւ խաղաղության գոչ է, որ մեր աշխատանքներու երկրորդ, երրորդ, չորրորդ փուլը, որը պիտի լա այդ պետություններու կապված է այդ 4 պետությունների եւ Թուրքիայի։ Մենք խնդրում առարգա պետությունն է, ոնց կգրնանք երթալ Անգլիո, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի ասել վավերացուցեք դաշնակիրը, եթե մենք չենք վավերացած։ Դաշնակրի վերջին գեդի մեջ նշված է նույնիսկ հրավեր Ռուսաստանին, որ Ռուսաստանը ազատ որոշում կարող է ունենալ մասնակցել վավերացման դաշնակրի։ Մենք ալդ նույն գոչը կհաստատենք այդ գետը եւ կցանկանանք, որ Ռուսաստանը միանա վավերացումի։ Այստեղ մի բան ասեմ, այս վերջին օրերուն ինչ որ Թուրքիան ներողություն խնդրեց, հա, չգիտեմ, հիմա շատ ցայներ կգսեմ, որ արդյոք Ռուսաստան ուքա ինչ որ համացանցյան Թուրքիո հետ որբեսի Սուրիո պատերազմը չգիտեմ ինչա տեսակ բաներ։ Նախ մի բան ասեմ։ Թուրքիո ներողություն ուղարկել Կամ հետո ներողությունեն հետ դառնալ ինչպես որ այսօր դեղի ունեցավ, ուղղակի կամ անուղղակի գերբով գաբ ունի Սևրի դաշնակրի վավերացման հետ։ Լա, երբ որ ներողություն խնդրեց, կամ երբ որ չգիտենք, չունենք տվյալներ, բայց անպայմանորեն, այստեղ մենք մեծ վստահություն ունենք Ռուսաստանի խոհեմության եւ բարձր գիտակցության ու փորձառության նկատմամբ Թուրքիո հետ Թուրքիա մի հատ ներողություն եթե խնդրեր է իրոք խնդրեր է քանք նստինք Թուրքիո հետ Սուրիո հարցերը դասավորենք էդի Ռուսաստանը չի նորած խաղի մեջ Ռուսաստանը ավելի ինձ կթվի պետք է նախընտրե որ հա Սևրի դաշնակիրի վավերացման գործընթացը ուժեղացվի Թուրքիա գտնվի պաշտպանողական դիրքերու մեջ այնադեն ուզե պիտի հետ քաշվի սուրիական եւ ուրիշ ցանկացած կոնֆլիկտի թաշտե որ իր գլուխեն շատ ավելի բարձր է կորձիկ է թող կորձիկի այդ թերակատարությունը վերջ գտնե թող իր ժողովուրդը խնայե Թուրքիան ներս ապրող ազնիվ հատվածին խնայե որ այդ ժողովուրդը խաղաղ հանգիստ բարգավաճող կյանք ապրի Վերագրողը հարց ունի խնդրեմ Կոչով դիմելն էր, հա, որ Սևրի պայմանագիրը վավերացնի, ես չեմ հասկանում։ Ընդհանրապես որպեսի բացատրություն տանք, շատեր պիտի չի կարողանային հասկանալ, շատեր կա մեր ժողովրդի մեջ, որ չի ագարտացած Սևրի դաշնակիրը։ Հնարավորինս ես բացատրություն տայի եւ այո գոչեր ուղեի։ Պետք է ղաց։ Սևրի դաշնակրի մասին վաղուց գիտեն ու բոլորը գիտեն։ Շատ լավ։ Միջև հիմա չեմ վավերացնում, ուրեմն մի խնդիր կա ու այդ կոչը շատ չեմ կարծում որ Մի խնդիր կա, որ պետք է չէ Արևմտյան Հայաստանը կյանքի գոչվի։ Այդ խնդիրը իրենց խնդիրն է, իսկ մեր խնդիրն է Արևմտյան Հայաստանը վերականգնել։ Լավ, իսկ ինչքանով եք իրատեսական համարում եք դաշնակրի վավերացումը ու մոտավոր երբ եք ապրում։ 101%։ Երբը չեմ գրնարսել։ Այսօր նայեցեք երազգոդությունը արդոնելի չէ, մենք չենք ուզեր մեր ժողովուրդը երազգոդը լա, մենք բնավ երազգոդությունով չենք մղվիր, քեր հզոր պետություններ կա, որոնք պիտի իրենց մոտ համոզումները հարաճանան եւ այդ ուղղությամբ մենք ահրելի մեծ գործ ենք տանում։ Արևմտյան Հայաստանի պատասխանատուներ այ ներկայացում։ Այո։ Պետք է այդ համոզումը արդեն ոնց որ սկսած է։
Ադալ գրնամ ասել, որ սկսած է այդպիսի ինչ որ մի 100 տարի հետոյի հարց չէ։ Չէ, այսօր իրավաշտ են բոլոր երկիրները։ Մենք սիրենք նրանց կամ չսիրենք, ճշնամի էին կամ բարեկամ էին, պետությունները այսօր իրավաշտ կդառնան։ Վերջո իրավաշտ են։ Եթե իրենց մտքի մեջ կար մի ծրագիր, որի համար պետք էր այսպիսի Թուրքիա, որ պետք էր ստեղծեր քաոսներ կամ օսմանյան նոր գայսրություն կամ իսլամական իրավաշտ են մարդիկ։ Այդ ծրագիրը չի հաջողվեց։ Անգլիա երբ որ տեսավ, որ իր եվրոպական խորհրդի մեջ մտնելը անհետեթություն է սրանից անտին, ինքը ունի իր ծրագիրները, իր իրավունքն է։ Որոշեց դուրս գալ, չէ՞։ Մարդիկ ոչ մի բանով չեն պայմանավորվում այս մեծ պետությունները։ Եվրոպական միության անդամ էր, մարդը դուրս եկավ։ Այդ կամ մեծ որոշում արավ, կամ որ իր քերակույն շահերը այդպես գենթադրի։ Միշտ քերակույն շահերն են այստեղ դիրողը։ Եվ այսօր ես հստակ կրնամ ասել, որ Սևրի Թաշնակրի ցանկի գոչելը գծարայի եւ կսպասարկե շատ մեծ պետություններու իրենց ազգային քերակույն շահերում։ Եվ մենք երաշխավոր ենք այդ։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեզ հյուրընկալելու համար եւ կարծում եմ հետագայում գործընթացների զարգացումից ելնելով դուք արդեն Ես եմ ձեզ ասելիք կունենաք։ Հա, շնորհակալ եւ ինչպես խոստացել էի անցյալ ասուլիսին, որ մենք գրեթե ամեն օր նորություններ ունենք եւ ասկեց հետո միշտ գաբի մեջ պիտի մնանք մամուլի հետ եւ մեր դրսի դարակիր հայության հետ Մենք հերթականորեն պիտի տեղեկացնենք այնինչ տեղի կունենա գոր, թող մեր